Այսօր արդեն երրորդ խորհրդատվություն ենք ունենում ու նույն խնդրով մայրիկները դիմում են երեխաների տարիքը 1.5-1.3 տարեկան ու դիմում են, որ երեխան չի ուտում, երբ հարցնում ենք, թե երեխան ինչ է ուտում օրվա ընթացքում, ինչքան է ուտում, ունենք նույն բնութագիրը, որ առավոտյան ուտում է կամ մի փոքրիկ ձու, 2-3 գթալ շիլա, ցերեկ ուտում է ինչ-որ միրգ, 1 կտոր փոքրիկ կտոր միրգ, երեկոյան կարող է ուտել օրինակ մի փոքրիկ հաց կամ պեչենկա կամ վարունգ ու վերջ։ Եվ մայրիկը անհանգստանում է, դիմել է մեզ նրա համար, որ ինչ-որ երեխան խնդիր ունի ու մենք պետք է աշխատենք։ Այո, մենք կարող ենք այնպես անել, որ երեխայի հետաքրքրությունը, սննդային հետաքրքրությունը ավելի բարձրանա ու ինքը ավելի շատ ուտի, բայց պետք է հասկանալ, որ թե որ տարիքում ինչքան ուտելն է նորմալ, 1.5 տարեկանում, 1.3 տարեկանում, այդ ցուցանիշը լրիվ նորմալ է, ծնողներ ջան, լրիվ նորմալ է, որ երեխան ուտի 3-4 գթալ։ Ուզում եմ բացատրեմ, որ յուրաքանչյուր երեխա ունի ուտելու իր պահանջը եւ յուրաքանչյուր երեխա կախված տարիքից ունի իր պահանջը։ Երեխաներ կան շատ լավ ուտող երեխաներ, որ կա տարիքային մի փոլ, որ իրանք սկսում են հրաժարվել նրանց այն ուտեստներից, որ իրանք ուտում են շատ լավ, այն ուտեստներից, որ իրանք ամեն օր կարող են ուտել, կարող են հրաժարվել քանակից, օրինակ մի ափսեի փոխարեն ուտեն 2 գթալ, նորմալ է մինչև 1 շաբաթ, 2 շաբաթ եւ նորմալ է, որ առհասարակ երեխան քչակել լինի։ Պետք է անհանգստանալ միայն այն դեպքում, երբ երեխան այդ քչակերությունը նաեւ բազմազան չի, ինքը հետաքրություն ունի ուտելիքի նկատմամբ, ինքը ուտում է 1-2 գթալ մուրցիկով, ինքը իր ուտելը, վատ ուտելը անդրադառնում է իր առօրյայի վրա, այսինքն ինքը սով չի զգում, հետեւաբար նաեւ ուտելու ցանկություն ունի, հետեւաբար ինքը արդեն նյարդային է եւ ամենավատագույնը, որ վիտամինները պակասում են, բայց եթե երեխան ուտում է բազմազան, հաճույքով, առանց շեղվելու, ուտում է բայց քիչ եւ այդ քիչ ուտելը իր համար եւ նորմալ է, օրվա ընթացքում ինքը շատ ակտիվ է, լավ տրամադրություն ունի, նույնիսկ սովի դեպքում զգում է ինչ է սովը, հագենում է, ընդ որում լրիվ նորմալ գործընթաց